Միացյալ Նահանգները համաձայնել է Իրանի խնդրանքին Թեհրանի միջուկային ծրագիրը քննարկելու նպատակով Թուրքիայում ուրբաթ նախատեսված հանդիպումը տեղափոխել Օման։ Ըստ Reuters-ի աղբյուրի Իրանի խնդրանքը պայմանավորված է նրանով, որ նախկինում Օմանում արդեն անցկացվել են բանակցություններ, եւ Թեհրանը ցանկանում է, որ նոր քննարկումները նախորդի շարունակությունը լինեն։ Ըստ գործակալության հիմա քննարկվում է Իրանի մյուս խնդրանքը՝ բանակցություններն անցկացնել երկկողմ ձևաչափով, առանց տարածաշրջանի երկրների, որոնց միջնորդությամբ է նաև կազմակերպվում հանդիպումը։ Խնդրին իրազեկ դիվանագետն ասել է, որ Թեհրանը ձգտում է նաև նեղացնել հարցերի շրջանակը։ Նրանք ցանկանում են ամերիկացիների հետ քննարկել միայն միջուկային ծրագիրը, մինչդեռ Միացյալ Նահանգները ցանկանում են ներառել այլ թեմաներ, ինչպիսիք են բալիստիկ հրթիռները եւ Իրանի պրոքսիների գործունեությունը տարածաշրջանում։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հանդիպման վայրն ու օրակարգը փոխելու Թեհրանի որոշումը տեղի է ունենում ԱՄՆ սպառնալիքների ֆոնին, որ Իրանը պետք է արագ բանակցությունների նստի իր միջուկային ծրագրի շուրջ։ Իրանը պնդում է, որ ծրագիրը խաղաղ նպատակներ ունի, իսկ հրթիռային ծրագրի հարցում զիջումներ չի անի։ Դա կարմիր գիծ է Թեհրանի համար։ Ուրբաթ սպասվող հանդիպումից առաջ ամերիկյան զինուժը 3 խոցել է իրանական անօդաչուն, որն արաբական ծովում մոտեցել է ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակրին։ Այլ ռազմանավերի հետ այն վերջին օրերին է բերվել տարածաշրջան։ Նաև իրանական 6 զինված մոտորանավակներ Հորմուզի նեղուցում մոտեցել են ԱՄՆ դրոշի ներքո նավարկող մի լցանավի եւ պահանջել, որ կանգ առնի, սակայն լցանավը շարունակել է ճանապարհը, իսկ քիչ անց ամերիկյան ռազմանավ է մոտեցել եւ ուղեկցել լցանավին։ Ըստ Ֆարսի, Իրանը տեղեկություն է ունեցել, որ նավը մտել է իր տարածքային ջրեր։ Reuters-ը սակայն հերքել է դա։ ԱՄՆ նախագահը, որը սպառնացել էր, որ վատ բաներ կպատահեն, եթե Իրանի հետ համաձայնության չհասնեն, 3 սպիտակ տանը լրագրողներին ասել է, որ հիմա բանակցում են Թեհրանի հետ։ Տեսնենք, ինչ որ բան կստացվի, թե ոչ։ Նրանք որևէ բան անելու հնարավորություն ունեին որոշ ժամանակ առաջ, բայց չստացվեց, եւ մենք իրականացրինք կեսգիշերային մուրճ գործողությունը։ Չեմ կարծում, որ նրանք կուզեին, որ դա կրկնվի։ Նրանք ցանկանում են բանակցել, հիմա բանակցում ենք նրանց հետ, այո։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտն իր հերթին հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները նախատեսված են շաբաթավերջին։ Որպես գերագույն հրամանատար, իհարկե, նախագահը սեղանին մի շարք տարբերակներ ունի, բայց բանակցությունները կշարունակվեն այս շաբաթվա վերջին, որքանով այս պահին տեղյակ եմ։ Գերմանիայի միջազգային եւ անվտանգության հարցերի ինստիտուտի գիտաշխատող Համիդ Ռեզա Ազիզին Ազատությանն ասել է, որ ի տարբերություն անցած տարվա պատերազմի, Իրանն ԱՄՆ-ի հետ հնարավոր նոր բախումը գոյաբանական սպառնալիք է դիտարկում իր համար եւ պատրաստ է օգտագործել իր ռազմական ողջ կարողությունները, այդ թվում պրոքսիների։ Ազիզիի փոխանցմամբ Իրանի դաշնակիցներն Իրաքում, Լիբանանում եւ Եմենում արդեն պատրաստվում են հնարավոր պատերազմի։ Մենք արդեն տեսնում ենք նշաններ, որ ակտիվացվում է դիմադրության առանցքը։ Այնինչ մնացել է նրանից, ասել է Ազիզին։